Առավոտ լուսոն է եթերում, տիկ-տակ և պարոնակ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը, իհարկե շատերը դեռ քնած են ու վայելում են այդ հաճելի ու հանգիստ պահը, շատերը արդեն արտացել են և սկսել են իրենց օրվա ռիթմը, շատերը հիմա չեն կողմնորոշում, թե ավանդական դարձած նախաճաշերից բացի ինչ կարելի է համտեսել, այլընտրանքային ինչ-որ համեղություններ են ուզում, մենք դրա համար ունենք հրաշալի տարբերակ, մեզ է միացել մեր սիրելի ընկերը, նա Հեղնար Շալունցն է, ում կողջունենք Եվ կասենք բարի վերադարձ, այո, սա կարծես թե հարազատ տաղավար է, չէ, կարոտել էիր։ Այո, շատ վաղուց չի եղել այս տաղավարում, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր որոշել եմ շատ հետաքրքիր նախուտեստ պատրաստել ձեզ համար։ Սա հիմնականում պատրաստում եմ, երբ հյուրեր եմ ունենում, իմ հյուրերը շատ սիրում են, եւ շատ արագ է պատրաստվում, եւ շատ հեշտ սխալվելու տարբերակ բացարձակ չկա։ Լավ, իսկ ինչ ես պատրաստելու, ես այստեղից տեսնում եմ տարբեր գույներ։ Այո, բուլղարական պղպեղ, քաղցր պղպեղ, սա լցոնված պղպեղ է, որը կարելի է եւ նախուտեստ եւ ուղղակի որպես աղցան նայել։ Ես քանի որ ժամանակը սուղ է, բուլղարական պղպեղը նախապես արդեն խորովել եմ եւ մաքրել եմ, ու մեզ մնում է միայն պատրաստել միչուկը, որը ամենահեշտ եւ ամենահետաքրքիր հատվածն է։ Իսկ միչուկի համար մեզ անհրաժեշտ է նախապես բովել ընկույզը։ Ես հիմա կբովեմ ու այդ ընթացքում կմիացնենք մյուս բաղադրիչները։ Շատ լավ։ Հեղնար, իհարկե շատերը գիտեմ, որ դու շատ ակտիվ ես սոցիալական կայքերում, ունես քո բլոգը արդեն, եթե չեմ սխալվում, 2019 թվականից սկսած վարում ես այն։ Սովորաբար բոլոր ֆուդ բլոգերներին, երբ հյուրընկալում ենք մեր տաղավարում, միշտ հարցնում ենք առհասարակ ինչպես է կայացվում այդ որոշումը, երբ ասում ես, այ ես պիտի զբաղվեմ ֆուդ բլոգինգով եւ իմ էջը եւ իմ ժամանակը նվիրեմ այս աշխատանքին։ Իրականում իդեան ֆուդ բլոգ բացելու իմ ամուսնունն էր, ով ֆիթնես մարզիչ է ու առաջարկեց հետաքրքիր առողջարար բաղադրատոմս տեղադրել իմ էջում եւ որից նաեւ կօգտվեն իր մարզվողները ու այդպես որոշեցի բացել, սկզբում ամբողջությամբ առողջարար բաղադրատոմսեր էին, հիմա մի փոքր նաեւ քանի որ տատիկից բաղադրատոմսերն ենք տեղադրում, մի փոքր նաեւ կան ավանդական հայկական բաղադրատոմսեր, այդ պատճառով չէ իմասի, որ ամբողջությամբ առողջարար է, բայց փորձում եմ նաեւ առողջությունվողներին օգնել իմ բաղադրատոմսերը։ Ավելի քան համոզված են, որ իրենց բաղադրատոմսերը ամենաառողջարարն են, ամենաօգտավետն են յուրաքանչյուրիս համար։ Այո, վստահ է, որ սպիտակ շաքարավազ լցնելով շատ առողջարար համեղ, բայց պետք է շեշտել մեծ քանակությամբ սպիտակ շաքարավազ, բայց չեմ հերքի շատ համեղ է տատիկից բաղադրատոմսերը ու նաև փաստում են իմ հետևորդները, ովքեր շատ սիրում են իրեն։ Հետաքրքիր է ինչպես է կապը հետևորդների հետ եւ արդյոք հաշվի ես առնում նրանց կարծիքը որևէ նոր բաղադրատոմս առաջարկելու դեպքում, թե ոչ։ Փորձում եմ, որովհետեւ ես ունեմ իմ ձեռագիրը, եթե ինձ մնա ես կանեմ տարբերվող բաղադրիչներով ուտեսներ, բայց ես հասկանում եմ, որ միշտ չէ, որ հասանելի են այդ բաղադրիչները ու փորձում եմ երբեմն նաեւ շատ հասանելի բաղադրիչներով ուտեսներ տեղադրել էջում, այնպես որ բնականաբար չեմ կարող հաշվի չառնել, քանի որ իրենց համար եմ ես այդ բաղադրատոմսերը տեղադրում միշտ հաշվի եմ առնում։ Եվ տարիներ առաջ, երբ սկսեցիր համացանցային ակտիվությամբ հետևորդներին ներկայացնել տարբեր բաղադրատոմսեր, այ հետաքրքիր է բացի իհարկե տիրապետելը տարբեր ու համեղ օգտակար ու ոչ այնքան բաղադրատոմսերի։ Այս ամենի զուգահեռ նաև փորձել ես տիրապետել խոհարարի հմտություններին, որովհետև այսպես նայում եմ շատ հմտորեն հիմա դու կտրատում ես, այո, կանաչեղենը։ Չեմ կարող նման բան անել, անգամ եթե շատ փորձեմ, դասընթացի դեռ չեմ մասնակցել, հրուշակագործության դասընթացի եմ մասնակցել, բայց մեծ ցանկություն ունեմ ու նպատակ անցնել լուրջ դպրոց, բայց ես եկել եմ այն եզրահանգման, որ խոհարարի ամենակարևոր դասընթացը դա փորձն է, որքան իմպրովիզներ անել խոհանոցում կամ տարբեր ուտեսներ փորձել ու սեփական ձեռագիր օգտագործել, այդքան ավելի մեծ կլինի փորձը ու հնարավոր կլինի տարբեր ուտեսներ պատրաստել։ Դավիթ, գալիս ենք շատ կարևոր մի եզրահանգման։ Գիտես ինչ, սիրելի կանայք, հաճախ լսեք ձեր ամուսիններին, որովհետև դրանք հրաշալի առաջարկ են ձեզ անում իրականում, խնդրեմ։ Ես կասեի, որովհետև բլոգը ինձ համար դարձել է ամբողջ գրաֆիկով աշխատանք, բացի նրանից, որ նաև հոբի է, ես մեծ հաճույքով եմ անում, դա նաև եկամտի աղբյուր է, այնպես որ լսեք ձեր ամուսիններին։ Ես այդ մասին եմ ուզում հարցնել քեզ, որովհետև մենք եթերում հաճախ ենք բլոգերների հյուրընկալում ու միշտ ասում ենք մեր հեռուստադիտողներին, որ իրականում բլոգինգը դա այսպես ամենօրյա առավոտյան 9-ից մինչև շատ ուշ երեկո անգամ ոչ 6-ը աշխատանք է, այո, հետաքրքիր է ինչպես ես դու մոտենում այս աշխատանքին, արդյոք ինքնուրույն ես անում ամեն ինչ, այսինքն նկարահանումը, սցենարները, մոնտաժը քո հոլովակների, թե ունես թիմ, որը քեզ օգնում է։ Առաջին մի քանի տարին ամեն ինչ ես էի անում, հիմա միայն նկարելուց երբեմն օգտվում եմ
այլ ծառայություններից, բայց էլի ես մոնտաժում եմ, ես մտածում եմ ինչ տեղադրել, ինչ պատրաստել, կարելի ասել 80%-ը ես եմ անում։ Հիմա վերադառնանք բաղադրատոմսին, ինչ եմ ես ավելացնում, մեզ պետք է կատնաշորային պանիր, սա կարող է լայվ լինել սերուցքային պանիր, Ֆիլադելֆիա տեսակի պանիր, որը որ կունենաք ձեռքի տակ կամ կգնեք։ Նաև մեզ պետք է ֆետա տեսակի պանիր։ Մենք չափաբաժինները կարծում եմ կգրենք, եթե ոչ, այստեղ ինչ-որ անդառնալի բան չի լինի, եթե մեկը ավել ու պակաս ավելացնեք, դրանից համը չի փոխվի։ Բայց մոտավորապես հավասար քանակով։ Այո, ցանկալի է հավասար։ Պատառաքաղով տրորում ենք։ Իդեպ այս միջուկի մեջ կա նաև սխտոր, որը այս պահին ես չեմ ավելացնի, բայց դա արդեն ես ցանկության, որովհետև կարծում եմ սխտորի համը մի քիչ սպეციფიկ է ու բոլորին չէ որ դուր է գալիս։ Բնականաբար շատ ավելի համեղ կլինի ըստ իս։ Այո, համաձայն եմ։ Բայց դա այն դեպքում, երբ գիտես, որ հստակ տանն ես, այլևս այո, հանդիպումներ մեզ նաև անհրաժեշտ է ընկույզ, որի ես միշտ սիրում եմ բովել մի փոքր աղցանի կամ նման միջուտեսների մեջ օգտագործելիս, որովհետև այդպես համը շատ ավելի արտահայտիչ է լինում։ Ինձ թվաց ճիշտ հակառակը, գուցե ավելի մեղմ է դառնում ընկույզի։ Արտահայտիչ ասելով ավելի հաճելի է լինում, այո։ Իսկ կա որևէ ուտեստ, որը քոնն է, որը ավանդական է, որը հստակ մոտեցումներով համարում ես, որ դու ես ստեղծել կամ գուցե նորովի ես ներկայացնում եւ դա համարվում է շալուն սեղնարինը։ Եվ ինչու ոչ նաև ամուսնուդ ֆավորիտ ուտեստը։ Չեմ նշի ինչ-որ հորինված բաղադրատոմս, կան ուղղակի հայտնի ուտեստներ, որոնք ես սիրում եմ իմ տարբերակով, օրինակ սաղմոնձուկը ես ունեմ տարբերակ, որ իմ հյուրերը շատ սիրում են, իմ ամուսինը շատ սիրում են, ու միշտ հենց այդ տարբերակով եմ պատրաստում, ու բնականաբար տարբեր նախուտեստներ, որոնք ես տարիների ընթացքում իմպրովիզ եմ արել, ստեղծագործել եմ ու դարձել եմ իմ սիրելի նախուտեստներից։ Այդպես, հիմա կտրատում ենք ընկույզը, իրականում ես շատ եմ բովել, բայց մի մասը կպահենք վերջում մատուցելու համար, մի մասը կավելացնենք միջուկի մեջ, այսքան անհրաժեշտ չէ։ Իդեպ ովքեր կցանկանան չափաբաժինները իմանալ, իմեջում կա այս բաղադրատոմսը, կարող եք մտնել ավելի մանրամասն։ Ես այս պահին կցանկանամ մի քիչ բացել փակագծերը որ իմաստով։ Այ հիմա մենք տեսնում ենք լիարժեք բոլոր այն ատրիբուտները, որոնք հարկավոր են առավոտյան առողջարար նախաճաշ ունենալու համար, դու ներկայացնում ես լիարժեք այդտեղ ինչեր կան, ինչ է կատարվում, ինչպես պիտի պատրաստել, բայց բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր խոհարար ամեն դեպքում ունի փոքրիկ գաղտնիք, որը ի վերջո վերջնականապես չենք բացահայտում։ Այ չեմ ասում այսօր լավ, բայց առհասարակ երբ դու որևէ բաղադրատոմս ես ներկայացնում, որի մեջ նաև ունես քո ձեռագիրը եւ քո մոտեցումը, լիարժեք բաց է բաղադրատոմսը հետևորդների համար թե ամեն դեպքում ունենք փոքրիկ գաղտնիքներ։ Լիարժեք բաց է, բայց ես կասեմ մի բան, նույն բաղադրատոմսը, նույն բաղադրիչներով տարբեր կանանց մոտ, տարբեր խոհարների մոտ, տարբեր համուկ հնարավոր է ունենա։ Դա արդեն ձեռագիր է, բայց ես փորձում եմ ամեն ինչ բոլոր գաղտնիքներով կիսվել, քանի որ ես պատասխանատու եմ հետևորդների առաջ, ու երբ որ իրենք բաղադրիչները գնում են, չպիտի տարբերակ լինի, չստացվելու, այսինքն պիտի անպայման շատ համեղ լինի, ու ես կիսվում եմ բոլոր գաղտնիքներով։ Հեղնար, ասացիր, որ շատ են լինում էքսպերիմենտները խոհանոցում, հետաքրքիր է, եղել է դեպք, երբ էքսպերիմենտը չի հաջողվել, ձախողվել է կամ շատ այսպես զավեշտալի ավարտ է ունեցել։ Այո, ցավոք սրտի, երբեմն լինում են, երբ առաջին անգամ եմ որևէ ուտեստ պատրաստում կամ ինչ-որ ռեստորանում փորձում եմ, որոշում եմ ես ինքս պատրաստել, գտնել այդ գաղտնիքը, երբեմն լինում է, որ չի ստացվում, բայց ես չեմ տեղադրում այդ դեպքում։ Միգուցե տեսքից շատ գեղեցիկ լինի, ներկայանալի, բայց չեմ ուզում ուղղակի կեղծ բաղադրատոմս տեղադրել, այդ դեպքում այնքան եմ փորձում, մինչև ստացվի։ Ինչ ենք հիմա անում։ Մենք հիմա խառնեցինք կատնաշորային պանիրն ու ֆետա տեսակի պանիրը, հիմա կավելացնենք մեր ընկույզից մի մաս, նաև մենք այստեղ ունենք կանաչի, ես այդ հատվածը չեմ հիշում, նշեցի թե չէ, մենք ունենք մաղադանոց եւ համեմ, կարող եք երկուսից ցանկացած ընտրել, երկուսն էլ շատ համեղ են։ Եվ միկրոկանաչի էլ կարծես թե կա։ Այո, միկրոկանաչին վերջում կզարդարենք։ Դա պարտադիր բաղադրիչ չէ, գիտեմ, որ շատերը ծանոթ չեն, միգուցե։ Հետևորդների մեջ կա խոհարարներ։ Այո։ Հստակ մասնագիտացված են եւ ինչ են ասում նրանք քեզ, ինչ են գրում, ինչ կարծիքներ։ Երբեմն, երբ ինչ-որ բաղադրատոմս իմպրովիզներ եմ անում, միգուցե ինչ-որ խորհուրդներ տան կամ իրենց տարբերակներ առաջարկեն, բայց ինչ-որ նկատողություններ կամ քննադատություններ չեմ հիշում խորհուրդների կողմից։ Իսկ դու հետևում ես մյուս ֆուդ բլոգերների աշխատանքին եւ ինչպիսին է այսօր դաշտը առհասարակ ըստ քեզ։ Շատ ընկերներ ունեմ ֆուդ բլոգերներ, ում հետևում ենք, իրար փորձում ենք օգնել, եթե ինչ-որ խորհուրդներ է լինում, դաշտը կարծում եմ բավականին հագեցած շատ լավ ֆուդ բլոգերներ ունենք ու բոլորը իրար լրացնում են։ Ամեն մեկը իր ձեռագիր ունի, կարծում եմ։
Մենք իհարկե ամբողջը չենք լցոնի հիմա, քանի որ կարծում եմ ժամանակը թույլ չի տա, բայց կփորձենք մի քանի պղպեղներ լցոնել, ես հիմա ձեռնոց կգրեմ, բայց ես միշտ ասում եմ, որ խոհանոցում ձեռնոցը պարտադիր չէ, ազոտ եթերի համար եմ գրում, ես կարծում եմ, որ ձեռքերով աշխատելը միշտ շատ ավելի հիգիենիկ է։ Ես համամիտ եմ քեզ հետ եւ կարծես թե բոլոր շեֆ խոհարարները հենց աշխատում են պարտադիր ձեռքերով։ Խոհանոցում ռեստորանի ձեռնոցով չեն աշխատում։ Տարիների ընթացքում լինելով խոհանոցում ու արդեն բլոգով ներկայանալով հետևորդներին, այ հետաքրքիր է որոշակի ուղղվածություն արդեն իսկ հաճելի է քեզ խոհանոցում եւ ճաշատեսակների հետ կապված։ Աղցաններն են քեզ ավելի հաճելի պատրաստել, թե ավելի տաք ուտեստներ, թե գուցե քաղցրեղեն, այ ինչն է շատ ավելի գրավում խոհանոցում։ Հիմնական ուտեստներ, միջուտեստներ, աղցաններ, այ ինչը կխոստովանեմ, ես քաղցրավենիք չեմ սիրում ինչքան էլ որ փորձում եմ, բայց դեռ սեր չունեմ։ Պատրաստել, դա տարբեր։ Եվ ուտել եւ պատրաստվել, երևի հենց գաղտնիքը գալիս է նրանից, որ ես չեմ սիրում ուտել, այո, ես շատ քաղցրակեր չեմ։ Ես հաշվում եմ, ինչպես կարող են մարդիկ չլինել քաղցրակեր։ Այո։ Դա մի բան է, որը ես անկեղծորեն չեմ կարող հասկանալ։ Դրանում նաև խնդիրն է, որովհետեւ շատ քաղցրակեր եմ, բայց այդ դրանում իր դեր ունի նաև կարծում ամուսինս, որ մենք շատ առողջ չենք սնվում տանը, շատ քաղցրակեր չենք։ Այսպես։ Մեզ նաև ավելացրեցի ձիթապտղի ձեթ, մի փոքր, որ ավելի հյութեղ լինի մեր սոուսը, մեր միջուկը։ Հիմա կլցոնենք։ Հասորեն տանում ենք մարդ, ով զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, մենք ճիշտ հասկացանք։ Ֆիթնես մարզիչ եմ, նախկինում այո, բայց հիմա ֆիթնես մարզիչ է, բացի ֆիթնես մարզիչ լինելուց նաև կենսաբանական գիտությունների թեկնածու, մենք ամբողջությամբ սպորտի մեջ ենք։ Որովհետև կա տարածված կարծիք, որ առհասարակ հատկապես պրոֆեսիոնալ մարզիկների համար շատ ավելի բարդ է խոհանոցում աշխատանքը ավելի երկարաժամկետ է, որովհետև պիտի համադրենք սպիտակուցային սնունդը, ածխաջրածնային սնունդը, ճարպերը եւ այլն։ Նույն սննդակարգը չի մեզ մոտ, բնականաբար։ Եղել է նման ժամանակաշրջան, որ բարդ է եղել ու իսկապես օրվա մեծ մասը անցկացրել եք խոհանոցում, թեկուզ ընտանիքի անդամների համար պատրաստելով միայն առողջ սնունդ։ Երբ ես պետք է ամբողջ օրվա սննդակարգ պատրաստեմ ամուսնուս համար, շատ բարդ է, որովհետև ամեն ինչ գրամներով հաշվում եմ, իմ օրվա մեծ մասը անցնում եմ, ոչ, գրամներով պարզապես կալորիաներ չենք հաշվում, ու ստացվում է, որ օրվա մեծ մասը անցկացնում եմ խոհանոցում։ Բայց հիմա քանի որ ամեն օր չեմ պատրաստում, մի քիչ ավելի հեշտացել եմ գործը։ Բայց շատ հետաքրքիր բան ասացիր, այդ դրա մասին էլ խոսենք, որովհետև մի ժամանակ այսպիսի տենդենց կար, շատ մոդայիկ էր կալորիա հաշվելը, եւ կարծես թե լավ նաեւ մարզավիճակում ճիշտ սննդակարգ ունենալու գաղտնիքները դա այդպես էին ասում։ Վերջին շրջանում ես օրինակ նկատում եմ, որ այդ տենդենսը գնալով քչանում է եւ մարդիկ կարծես թե հասկանում են, որ պետք չէ կալորիաներ հաշվել։ Որն է քո այսպես մասնագիտական այս առումով կարծիքը։ Ես կարծում եմ, որ եթե շատ պետք է հստակ նպատականի հարելու, պետք է կալորիաների դեֆիցիտ ստեղծել, բայց չպետք է խիստ դիետաներ պահել, ես դեմ եմ խիստ դիետաների։ Դա պետք է դարձնել ապրելակերպ, պետք է սնվել բալանսավորված միշտ, ոչ թե ինչ-որ շրջան դիետա պահել, հետո էլի սկսել անառողջ սնվել, երբ որ դարձում ես ապրելակերպ, շատ հեշտ է։ Այսինքն սովորության մի մաս պիտի դառնա պարզապես։ Շատ հմուտ շարժումով գեղեցիկ փաթեթավորմամբ մեզ հիմա վերջնական արդեն կներկայացնի որտեղ համեղ նախաճաշը սիրելի ընկերը, այո։ Ատեսեք թե ինչ հրաշքներ են կատարվում րոպեների ընթացքում, եթե մարդ սիրում է իր աշխատանքը, այս դեպքում ասենք, որովհետև ներողություն, բայց Հեղնար Շամունց այսօր շատ կարևոր գործով է զբաղված եւ ամենակարևորը օգտակար։ Մի տեսակ երբ նայում ենք ուտեստին եւ այնտեղ կա տրամադրություն, միանգամից ախորժակը բացվում է ու հիմա նայելով այն ինչ դուք պատրաստել եք, իսկապես այդտեղ կա մի ողջ զգացողությունների այսպես ամպլիտուդային համակարգ։ Ես անհամբեր սպասում եմ, որպեսզի ավարտենք այս գործընթացը եւ ես շատ արագ արդեն այդտեղ եմ խոհանոցում։ Մենք հիմա կմատուցենք, միշտ իմ ամենասիրելի հատվածը ուտեստը ավարտին հասնելու դա մատուցման փուլն է, երբ պետք է արդեն իսկապես գործի դնել երևակայությունը, քանի որ մենք ներսում ունենք ձիթապտղի ձեթ, շատ քիչ եմ ավելացնում։ Այստեղ վերջում մենք ավելացնում ենք մի քիչ կտրատած կանաչիներից, նաև մեր ընկույսից, իդեպ կարող է լինել այլ սոճու ընկույս, որը շատ ավելի գեղեցիկ է, բայց կարծում եմ մի փոքր դժվար է գտնել, այդ պատճառով ընկույսը միշտ կա ձեռքի տակ, կարծում եմ բոլորի տանը կա ընկույս, այսպես։ Եվ վերջում ավելացնում ենք մեր միկրոկանաչին, որը եւ շատ առողջարար է եւ գեղեցիկ։
Դեպ եւս վերջին շրջանում շատ հասանելի է դարձել կարծես, թե բոլոր մեծ խանութներում կարող են գտնել եւ երբեմն շատ մարդիկ են ստանն են աճեցնում։ Եվ հասանելի եւ թրենդային, ես կասեի։ Այո, եւ թրենդային, բայց սա թերևս այն դեպքերից է, որ թրենդայինին լինելուն զուգահեռ նաեւ շատ իսկապես օգտակար է, կամ քիչ քանակով։ Եւ գեղեցիկ ու տրամադրող ամենակարևորը։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ շատ գեղեցիկ է ստացվել, ու ես խորհուրդ եմ տալիս, երբ հյուրեր եք ունենում կամ պարզապես ուզում եք ձեր ընտանիքի անդամներին ուրախացնել ու ռեստորան բերել ձեր տուն, փորձեք սա պատրաստել։ Շնորհակալ ենք, որովհետև իսկապես հրաշալի տեսք ունի։ Ես կարծում եմ, ես եւ Հայկը հիմա շատ արագ կշտապենք մեր խոհանոցային հատված համտեսելու այս շատ գեղեցիկ ուտեստը, որը դու պատրաստել ես։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ Հեղնան Շալունցն էր մեր հյուրը։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Լսենք երաժշտություն։ Պարտադիր, որովհետև դա տրամադրության կարևոր պայմաններից մեկն է, կվերադառնանք րոպեներ անց։